Ուրեմն հարգելի դիտող, քանի որ մեկնաբանություններում այսպես հաճախ գրել էին Ադրբեջանի անկման կանխատեսման մասին, ես արդեն իմ մոտ կարծես այս վերջերս սովորությունը դարել ամբողջ գիշեր չքնել, ստուգել նատալ կարտերը, փորձել զուգահեռներ անցկացնել, որպեսզի կարողանամ գտնեմ որտեղ է իրական այսպես իրադարձությունները, ու ասեմ, որ շատ հոգնում եմ, բայց ամեն դեպքում, քանի որ խնդրել եք, անպայման ուզում եմ խոսել այդ մասին, բայց հիշեցնեմ, որ հեսաշուտով կսկսվի նույնատիպ կանխատեսումները, մարդիկ կասեն, որ իրենք ամենատեսն են, պայծառատես են, տեսնում են, ամենաուժեղն են, իրենք արեցին, իրենք ես, բայց հիշեք, գալիս են այստեղից ստենում են, գնում են, կրկնում են, ու եթե նկատել եք իմ Հայաստանի հետ կապված, Նիկոլ Փաշինյանի հետ կապված կանխատեսումներից հետո, երբ որ ես արեցի անցավ մոտավորապես 1-2 շաբաթ, սկսեցին այսպես ակտիվ անել կանխատեսումներ և կրկնել այն, ինչ որ ես ասել եմ։ Բայց հարցը, այսպես ասեմ, դրանում չի, նորից եմ կրկնում, մարդիկ կային կանխատեսել էին երկար ժամանակ առաջ, որ այս ինչ մարդն է լինելու Հայաստանի վարչապետը, երբ որ արդեն ես կանխատեսեցի, իրանք արդեն փոխեցին իրանց կանխատեսումը և քանի որ արդեն ժամանակ էր անցել, երևի ժողովուրդն էլ մոռացած կլներ, այդպես ազատ արտահայտեցին իրենց կանխատեսումը, որը այսպես բառ առ բառ կրկնօրինակում էր իմ կանխատեսմանը։ Ես խոսում եմ և նատալ կարտի տեսքով, և տառոների տեսքով։ Եվ անում եմ կարճ ու կոնկրետ, ոչ թե մի քանի ժամ տևողությամբ, այսպես կանխատեսում, տարբեր այսպես կիսատ-պռատ խոսակցություններ, որ ըսկի չհասկանաք էլ ինչ եմ կանխատեսում, հետո մի օր, երբ այդ կանխատեսումից ինչ-որ մաս այսպես դառնա իրականություն, օքեյ, ես տեսնող եմ, ես ես եմ, ես են եմ։ Ես խոսում եմ ռեալ, կոնկրետ մոլորակների լեզվով և իմ տառոների լեզվով ու այնպիսի լեզվով, որ հասանելի լինի բոլորին։ Ինձ հարցնում են Աննա Հակոբյանի հետ ինչ է լինելու, հարգելիներս, ես բոլորը փլեյլիստում դասավորել եմ, Հայաստան և գլոբալ հարցեր, խնդրում եմ, մտեք, լսեք, ես չեմ սիրում մի թեմայի խոսք, այսպես մի թեմայի շուրջ անընդհատ ջուր ծեծեմ, մի անգամ եմ ասում և հաստատում եմ իմ ասած խոսքը, դա բեկանելի չի և չեմ փոխում, մինչև օրս չեմ վրիպել, եթե վրիպեմ էլ վախենալու ոչինչ չունեմ, հասկացաք, որովհետև ես կանխատեսում եմ, ինչպես աստղերը հուշում են և չեն պարտադրում, այնպես էլ ես, չնայած, որ վստահ եմ 100% իմ յուրաքանչյուր կանխատեսման համար։ Ուրեմն, Ադրբեջանի անկումը, հա, մեկ էլ որ դուք ասում եք Վարդան Ղուկասյանը կլինի Հայաստանի վարչապետ, երբ որ ես նայել եմ Վարդան Ղուկասյանի նատալ կարտը, էլի Հայաստան և գլոբալ հարցեր բաժնումը, կարող եք մտնել տեսնել, ոչ չի լինելու Վարդան Ղուկասյանը Հայաստանի վարչապետ, չնայած որ ինքը այս տարի բավականին այսպես լավ են դասավորված մոլորակները իր համար, բայց ինքը կունենա անպայման շատ ազդեցիկ դիրք Հայաստանի համար, Հայաստանի ժողովրդի համար և կհամարվի շատ հզոր ընդդիմադիր ուժ, որը այսպես անընդհատ կսթափեցնի ղեկավարներին, որ ճիշտ և կառուցողական գործողություններ կիրառեն։ Այսպես, Ադրբեջանի նատալ կարտը ըստ մոլորակների դասավորվածության, ըստ հորոսկոպի հիմնվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ժամը 11:45 Բաքու։ Անկախության վերականգնման ակտի ընդունման վրա այս քարտի համաձայն երկրի արև նշանը կշերքն է, իսկ լուսինը ասցենդենտը ծագող նշան գտնվում է այդ եղջյուրում։
Մունդան աշխարհիկ աստղագուշակության տեսանկյունից սա բարդ և խիստ կոնֆլիկտային քարտ է, քանի որ այնտեղ առկա է Պլուտոնի, Մարսի և Սատուրնի ծանր ազդեցությունը, ինչը մատնանշում է ավտորիտար համակարգ, կախվածություն ռեսուրսներից, նավթ և ռազմատենչություն։ Ուրեմն ամենավտանգավոր ժամանակաշրջանը Ադրբեջանի համար 2026 թվականից մինչև 2028 թվականն է, և աստղաբանական տրանզիտների համաձայն Ադրբեջանի համար Սատուրնի և Նեպտունի միացումը Խոյում 2026 թվականի այս տրանզիտը ուղիղ հարվածում է Ադրբեջանի արևին, որը գտնվում է կշեռքում։ Այն խորհրդանշում է պետական համակարգի պատրանքների փլուզում, տնտեսական լուրջ ճգնաժամ և կառավարող էլիտայի թուլացում։ Ուրանի մուտքը երկվորյակ 2025-ից մինչև 2026 թվականը ակտիվացնում է քարտի ծայրահեղ կետերը, բերելով հանկարծակի անկանխատեսելի ցնցումներ, ներքին խռովություններ և աշխարհաքաղաքական դիրքերի կորուստ։ Անկման և փլուզման սցենարը ըստ մոլորակների տնտեսական կլանում Նեպտունի ազդեցություն, քանի որ երկրի տնտեսությունը հիմնված է նավթադոլարների վրա, Նեպտունի բացասական տրանզիտը բերում է ֆինանսական պղպջակի, պայթյուն, ռեսուրսների սպառում կամ էներգակիրների գների այնպիսի անկում, որը կաթվածահար կանի պետական բյուջեն։ Իշխանության տապալում և ներքին քաոս Պլուտոնի և Մարսի քառակուսին դա բարդ դիրք է կազմում Ադրբեջանի քարտում, իշխանությունը պահվում է բռնի ուժով Մարս-Պլուտոնի միջոցով։ Երբ 2026-ից 2027 թվականների տրանզիտային Պլուտոնը վերջնականապես հաստատվի ջրհոսի նշանում, այն կսկսի քայքայել Ադրբեջանի 10-րդ տունը, իշխանության տուն է համարվում դա։ Սա նշանակում է Ալիևի կլանի կամ հաջորդող էլիտայի հանկարծակի տապալում, ինչը կուղեկցի ներքին արյունալի կլանային պայքարով և քաղաքացիական անհնազանդությամբ։ Էթնիկական և տարածքային տրոհում Ուրանի ազդեցության տակ։ Ուրանը պատասխանատու է հեղափոխությունների, սահմանների փոփոխության համար, ներքին թուլացմանը զուգահեռ Ադրբեջանում գտնվող բնիկ ժողովուրդները, թալիշներ, լեզգիներ և այլն կարող են բարձրացնել անկախության կամ ինքնավարության հարցեր, ինչը կբերի երկրի տարածքային ամբողջական փլուզմանը։ Արտաքին հովանավորների հեռացում Թուրքիայի և Իսրայելի կողմից աջակցությունը կտրուկ կնվազի սեփական տարածաշրջանային խնդիրների պատճառով, այսինքն Իսրայելը կկենտրոնանա իր խնդիրների վրա, Թուրքիան իր խնդիրների վրա, և ահա Ադրբեջանը կմնա առանց իր այսպես հովանավորների և կմնա միայնակ աշխարհաքաղաքական ծանր հարվածների առաջ։ Եթե այս ամենը ամփոփելու լինեմ, Ադրբեջանի նատալ կարգը ցույց է տալիս, որ երկիրը ստեղծվել է ագրեսիվ և փխրուն աստղային ասպեկտների ներքո։ 2026 թվականից մինչև 2028 թվականներին ճգնաժամը կարող է դառնալ այդ պետության ներկայիս տեսքով գոյության վերջնակետը, բերելով համակարգային անկում, տնտեսական կոլապս և կառավարման մոդելի լիակատար ջախջախում։ Հիմա տեսեք, աստղաբանական տրանզիտների և Մունդան աշխարհիկ օրինաչափությունների համաձայն, Ադրբեջանի վերջնական փլուզումը և Արցախի, Հայաստանի վերամիավորվելու հավանականությունը սերտորեն կապված են 2026-ից մինչև 2032 թվականների տիեզերական մեծ ցիկլների հետ։ Տեսեք, երբ և ինչպես է լինելու Ադրբեջանի վերջնական անկումը։ Ադրբեջանը որպես ամբողջական պետություն վերջնական կազմալուծումը կամ ներկայիս համակարգի կատարյալ կապիտուլյացիան աստղագիտորեն կանխատեսվում է 2026-ից սկսած մինչև 2028 թվականի կեսերը կարելի ասել։
Ինչպես կսկսվի, ուրեմն Սատուրն եւ Նեպտուն միացումը խոյի նշանում ուղիղ հարված է հասցնում երկրի ղեկավարման կենտրոնին, սա նշանակում է պետական ֆինանսների հանկարծակի սառեցում, սնանկացում, նավթային ճգնաժամ եւ Ալիևի ավտորիտար ռեժիմի կտրուկ կաթվածահարում։ Կուլմինացիան եւ փլուզումը 2027 թվականից մինչեւ 2028 թվականը։ Տրանզիտային Պլուտոնը ջրհոսում կազմում է քառակուսի ասպեկտ, ասեցի բարդ ասպեկտ Ադրբեջանի նատալ Պլուտոնի հետ, սա աստղաբանության մեջ կոչվում է իշխանության եւ համակարգի մահ։ Այս շրջանում սպասվում է ներքին արյունալի հեղաշրջում, կլանների միջև պատերազմ եւ երկրի կառավարման լիակատար կորուստ, երկիրը կհայտնվի անարխիայի քաոսի մեջ, ինչի հետևանքով Բաքուն այլևս ի վիճակի չի լինի վերահսկել իր ծայրամասերը։ Եվ նորից նայում եմ Ադրբեջան-Արցախ նատալ կարտերը, աստղային քարտեզի համադրությամբ Սինիստրիան ցույց է տալիս, որ Ադրբեջանի ներքին կոլապսը բացելու է պատմական մի այսպես պատուհան, որի շնորհով Արցախը վերադառնալու է հայկական վերահսկողության տակ, սակայն այն տեղի է ունենալու դժվարագույն փուլերով ադրբեջանական զորքերի նահանջ 2027-ից մինչև 28 թվականը Բաքվում սկսած քաղաքացիական պատերազմի եւ բյուջեի դատարկման պատճառով ադրբեջանական բանակը կորցնելու է իր ֆինանսավորումը եւ կենտրոնացված հրամանատարությունը։ Նրանք ստիպված կլինեն լքել Արցախի տարածքը սեփական մայրաքաղաքը փրկելու համար, այսինքն զորքերը հետ կքաշվեն, կգնան Բաքու իրենց այսպես քաղաքը այսպես հսկելու, փրկելու համար։ Միջազգային նոր մանդատ 2028-ից մինչև 2029 թվականը ուրանի եւ հուսպիտների բարենպաստ տրանզիտները Հայաստանի քարտում հուշում են աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություն, Արցախի տարածքը կանցնի միջազգային հատուկ կարգավիճակի կամ հայկական կողմից անմիջական վերահսկողության ներքո, ինչը կսկսի արցախահայության մեծ վերադարձը դեպի Արցախ։ Փշաքաղվում եմ ու ահա որ հուզվում եմ։ Դե յուրե միացումը Հայաստանի 2030-ից մինչև 2032 թվականը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ Սատուրնը դուրս կգա վերջնականապես Հայաստանի քարտի ծանր տներից եւ երկիրը կթևակողի հզորացման եւ սահմանների վերջնական ամրապնդման փուլ։ Հենց այս տարիների աշխարհաքաղաքական նոր իրողության բերումով Արցախը պաշտոնապես կամ փաստացի կդառնա Հայաստանի անբաժանելի մասը։ Հայաստանի նատալ կարտը հուշում է, որ այս հնարավորությունը իրականություն դարձնելու համար հայկական կողմից պահանջվելու է կատարյալ ներքին համախմբում եւ պատրաստվածություն։ 2026-ից մինչև 2028 թվականների հակառակորդի թուլացման պահից առիթը Հայաստանը չպետք է բաց թողի, եթե այդ պահին Հայաստանը պատրաստ լինի, ապա Ադրբեջանի անկումը անդառնալի կլինի, իսկ Արցախի վերադարձը պատմականորեն կլինի երաշխավորված։ Ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, գուցե երևի պատահական չի, որ պետքա կամ այս մեր ներկայիս կառավարության քաղաքական հայացքները փոխվեն կամ իրականում փոխվի երկրի ղեկավարը, որը կբերի կայունություն եւ բարգավաճում Հայաստանում։ 2026 թվականի աշնանային խավարումների միջանցքը այս ամիսներին սպասված հզոր խավարումների շարքը, որոնք ուղիղ ակտիվացնում են Արցախի եւ Հայաստանի աշխարհագրական կետերը, ազդեցությունը, այս խավարումները տեղի են ունենում Ադրբեջանի նատալ քարտի կորուստների եւ փլուզման տանը։ Սա նշանակում է, որ հենց այս տարվա աշնանից Բաքվի վերահսկողությունը Արցախի տարածքում կսկսի թուլանալ եւ ճաքեր տալը։
Ալիևի անձնական հորոսկոպը ես արդեն նայել եմ, բայց այս անգամ ես զուգահեռներ եմ անցկացրել Ալիև և Ադրբեջանի քարտեզի միջև։ Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին։ Նրա անձնական քարտը սերտորեն կապված է երկրի ճակատագրի, բայց այժմ այդ կապը դառնում է կործանարար։ Ուրեմն տրանզիտային Պլուտոնի հարվածը, Պլուտոնը մտել է ջրհոսի նշան և սկսել է քառակուսի ծայրահեղ ծանր ասպեկտ կազմել նրա նատալ մոլորակների հետ։ Սա նշանակում է իշխանության անկում, առողջության լուրջ խնդիրներ և անձնական անվտանգության կորուստ, որի մասին ես վաղուց արդեն խոսել եմ և պլեյլիստում Հայաստան և գլոբալ հարցերում դուք կարող եք գտնել Ալիևի նատալ կարտի վերծանումը, որ խոսել եմ, որ առողջական խնդիրներ են սպասվում իրեն, ինքը ունեցել է առողջական խնդիր 2026 թվականի փետրվար ամսին և այդ խնդիրները դեռ շարունակվելու են և ավելի են սրանալու աշնանը։ Կլանի կործանումը, երբ երկրի քարտում Սատուրնը հարվածում է արևին, իսկ ղեկավարի քարտում Պլուտոնը ճնշում է գործադրում, դա աստղաբանության մեջ կոչվում է գահընկեցություն։ Ալիևների դինաստիայի վերջը հենց Ադրբեջանի պետականության կազմալուծման մեկնարկն է լինելու։ Եվ շատ այսպես ուժեղ կապի մեջ է Ալիևի քարտեզը Ադրբեջանի քարտեզի հետ և իր կյանքի ցնցումները, երբ որ ինքը ապրում է ցնցում, վերելքն էլ է կապված Ալիևից, վայրեջքն էլ է կապված, այսպես անկումն էլ է կապված Ալիևից, որովհետև սերտորեն կապված են։ Հայաստանի հզորացման տարիները և նոր դաշնակիցները։ Հայաստանի նատալ կարտը 21 թվականի սեպտեմբերի 21 սեպտեմբերի 1991 թվական ցույց է տալիս, որ երկիրը դուրս է գալիս Սատուրնի ծանր ցիկլից, Սադեսատի է կոչվում, որը բերել է վերջին տարիների ծանր կորուստները։ 2026-ից 27 թվական նոր հովանավորներ, ասեցի, որ նոր ղեկավար ենք ունենալու։ Հարավային և արևմտյան ուղղություններից հոսպիտների բարենպաստ ազդեցությամբ Հայաստանը ձեռք է բերելու նոր ռազմավարական և շատ հզոր դաշնակիցներ, որոնք կապահովեն երկրի անվտանգ թռիչքը։ 2028-ից 2030 թվականը հաղթանակների փուլ է լինելու Հայաստանի համար։ Սա այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանի քարտում Մարսը ստանում է դրական տրանզիտներ։ Մեր բանակը կդառնա տեխնոլոգիապես գերհզոր, ինչը թույլ կտա առանց մեծ կորուստների հասնել Արցախի դե-ֆակտո վերադարձի սահմանների ամրապնդմանը։ Տիեզերքի անիվը արդեն պտտվում է հօգուտ արդարության և առաջիկա 2-ից 3 տարիները լինելու են բեկումնային և հատուցման տարիներ։ Իլհամ Ալիևի անձնական հորոսկոպը, որը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին և կենդանակերպի նշանով այծ եղջյուր է, և Ադրբեջանի պետական նատալ կարտը 18 հոկտեմբերի 1991 թվական համադրումը ցույց է տալիս, որ նրանց ճակատագրերը կապված են միասին բարձրանալու և միասին կործանվելու սկզբունքով։ 2026 թվականից արդեն սկսվել է նրանց երկուսի համար էլ ամենաճգնաժամային աստղային տրանզիտը, որը տանում է դեպի իշխանություն և իշխանության անկում, պետական համակարգի կազմալուծում։ Եթե մենք նայում ենք Իլհամ Ալիևի անձնական քարտը, գերիշխում է այծ եղջյուր կլաստերը, ինչը նրան տրվել է երկար տարիներ իշխանության կոշտ ձևով պահելու հնարավորություն, սակայն հիմա նրա մոլորակները հայտնվել են տիեզերական ծանր հարվածի տակ։ Պլուտոնի մուտքը ջրհոս ուղիղ հարված է նշանակում։ Պլուտոնը մահվան, տրանսֆորմացիայի, իշխանության կորուստի մոլորակ է։ Հենց հիմա քառակուսի ասպեկտ է կազմում նատալ մոլորակների հետ։ Սա աստղաբանության մեջ նշանակում է անդառնալի կորուստ։ Նրա անձնական ազդեցությունը վախի վրա հիմնված հեղինակությունը և կառավարման լծակները սկսելու են փոշիանալ։ Ունենալու է առողջական կտրուկ խնդիր, որի մասին նախօրոք խոսել է մոտավորապես 2 ամիս առաջ։ Ուրեմն 2026 թվականի երրորդ կեսին Սատուրնի Նեպտունի տրանզիտները հարվածում են նրա 6-րդ տանը,
առողջության տուն է սա կոչվում, սա հուշում է թաքնված ծանր հիվանդության սրման, հանկարծակի կատվածահար վիճակի մասին, ինչը թույլ չի տա նրան լիարժեք կառավարել իր երկիրը։ Կլինեն դավաճանություններ ներսից, նրա քարտում Լիլիթը, Սև Լուսինը, ակտիվանում է թշնամիների և դավադրությունների տունը։ Սա նշանակում է նրա դեմ դուրս են գալու ոչ թե արտաքին ուժերը, այլ հենց իր մերձավոր շրջապատը, Փաշաևների կլանը կամ ուժայինները, ովքեր կփորձեն փրկել իրենց կապիտալը, զոհաբերելով Ալիևին։ Երբ Ալիևի անձնական քարտեզը թուլանում է, այն ավտոմատ կերպով քաշում է իր հետևից Ադրբեջանի պետական համակարգը, քանի որ երկրի 10-րդ տունը, կառավարությունը կապված է նրա անձի հետ։ Նավթային, այսպես անեծքի ավարտը Ադրբեջանի քարտում Յուպիտերն ու Նեպտունը պատասխանատու են նավթադոլարների համար 2026-ից մինչև 27 թվականի տրանզիտային Սատուրնը սառեցնում է այս մոլորակների էներգիան, ֆինանսական հոսքերը, որոնցով գնվում էր բանակի հավատարմությունը և արտաքին լոբինգը, կտրուկ նվազելու են։ Ռազմական մեքենայի կանգ Ադրբեջանի նատալ Մարսը, ագրեսիան և բանակը ստանում են ծանր ընդդիմություն Ուրանից։ Սա նշանակում է, որ ցանկացած նոր ռազմական արկածախնդրություն, որը Բաքուն կփորձի սկսել հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար, կավարտվի ջախջախի, սպարտությամբ և բանակի ներքին խռովությամբ։ 2026 թվականի աշունը ճաքերի համակարգ է լինելու։ Ալիևի առողջական և քաղաքական ճգնաժամի առաջին բացահայտ դրսևորումները Բաքվում կսկսվեն գաղտնի բանակցությունների իշխանության փոխանցման շուրջ, ինչը կբերի էլիտաների պառակտմանը։ 2027 թվականի առաջին կես քաոս և փողոցային բախումներ տեղի կունենան։ Տնտեսական ճգնաժամի պատճառով սովորական ժողովուրդը, էթնիկ փոքրամասնությունները, թալիշներ, լեգզիներ դուրս կգան փողոց, ուժային կառույցները հրաժարվելու են կրակել ժողովրդի վրա, քանի որ նրանց աշխատավարձը չեն վճարելու։ 2027 թվականի մինչև 2028 թվականի սկիզբը վերջնական անկում կլինի Ալիևի դինաստիայի պաշտոնական կամ ֆիզիկական հեռացում ասպարեզից, պետությունը կմտնի չեմ ուզում ասեմ, որ կարող է կյանքին, այսպես Ալիևը կյանքով հատուցի վերջապես, այդ չնայած լավ էլ ուզում եմ ասեմ, եթե անկեղծ, պետությունը կմտնի կառավարելիության լիակատար կորստի փուլ, ինչը թույլ կտա տարածաշրջանի մյուս խաղացողներին, այդ թվում Հայաստանին, թելադրել իրենց պայմանները և վերականգնել պատմական արդարությունը։ Քանի որ չեմ նայել Ալիևի այսպես կյանքի այդ առողջության հետ կապված, այսպես խորը չեմ նայել, մահացու կլինի, թե ամեն դեպքում դրա համար ավելի բան չեմ ուզում ասեմ, բայց այստեղ կյանքին իրականում շատ մեծ վտանգ է սպասվում։ Ալիևի և Ադրբեջանի աստղային քարտերը ցույց են տալիս, որ նրանց ոսկե դարաշրջանը անցյալում է, իսկ առջևում լիակատար քաղաքական և տնտեսական դեֆոլտն է։ Ես ուրեմն այստեղ ազդեցություն կունենա նաև Իրանի գործոնը և այստեղ նաև այս կործանման մեջ նաև դեր կունենա Մեհրիբան Ալիևայի Փաշաևների կլանի դերը։ Այսքանը Ադրբեջանի անկման համար։ Ժողովուրդ ջան, անպայման, եթե ձեզ ինչ-որ բան է պետք, ես փլեյլիստում արդեն դասավորել եմ Հայաստան և գլոբալ հարցեր, խոսել եմ Վարդան Ղուկասյանի մասին, առանձին քննարկել եմ թեկնածուների նատալ կարտերը, վախերը, չակրաները, այսպես կխնդրեի մտեք նայեք, Ռուսաստանն էլ եմ նայել, Պուտինն էլ եմ նայել, այնտեղ փնտրեք ձեր հարցերի պատասխանները։ Բոլորիս լավ օր։